Արգելիներս, արևներ, գուզեի ողջունեմ ձեզի և մեծ բադիվ է ձեզի հետ լալու այս իրիգունը, ես ինչպես որ հիմա կտեսնակ մենք որոշեցինք այսպես նոր ծրագիրը, որպեսզի ուղղակի ձևով ձեր թիմացը անտես կամ և ուղղակի ձևով ներկայացնենք ինչ որ կապված է մոտիկից կամ հեռվից Արևմտյան Հայաստանի հետ, adorամար շատ ուրախ եմ, որ կարողացանք միանալ և այս ծրագիրը իրականացնենք միասին։ Այս ծրագիրը միտք ունի անտես գալու ինչ որ կապված է շուշտ Արևմտյան Հայաստանին հետ, բայց ոչ մենակ Արևմտյան Հայաստանին հետ, ընդհանրապես հայկական հարցերուն հետ կամ հարցի հետ և չի հաշված անշուշտ Արցախի հայության իրավունքները, չի հաշված այսօր հիմա անտես են գալիս նույնիսկ Սուրյո հայության խնդիրների հետ, որովհետև ինչպես որ գիտեք, արդեն թուրքական զինված ուժերը որոշեցին շարժվել դեպի Ջեզիրեի շրջանը։ Այդ իմաստով մենք պետք է ճիշտ հասկանանք Արևմտյան Հայաստանի պատասխանատվությունը այդ ամեն ինչի մեջ և ինչպես մենք կրնանք շարունակել մեր ազգի իրավունքները պաշտպանել և ասենք թե քաղաքական դաշտում, օրինակ ՄԱԳ-ի կամ Եվրամիության կամ տարբեր ասենք թե միջազգային ատյանները կամ ուղղակի ձևով դատարաններու միջոցով, ինչպես որ գիտեք, մենք արդեն այս աշխատանքը սկսել ենք շուտվանից։ Այսօր մենք կգտնվենք մի վիճակի մեջ, որ իմ ուղղակի ներկայացմանը ընդհանուր այդ հարցերից շատ կարևոր է, բայց ես այդքան վարժվարժ չեմ իրականության այդպես աշխատանքները տանել, իմ ընդհանրապես առաքելություններս ուղղված էին կամ անվտանգության հարցերով կամ ուղղակի դատական հարցերով կամ ՄԱԳ-ի մասնակցությունով և այլն, adorամար այդպես ուղղակի ձևով իմ հայրենակիցներուն հետ շփվելը և ուղղակի ձևով ասենք թե ներկայացնել ընդհանուր վիճակները այդքան վարժվարժ չեմ և իրականության այս ինչ-որ հիմա ծրագիրը, որը հիմա իրականացնենք միասին, ուղղակի է, ասենք թե նախօրոք պատրաստ չէ, որ հետո ներկայացնենք ձեզի։ Մենք ինչ է պատահել և ինչու կարևոր է դեկտեմբեր ամիսը մեզի համար, որովհետև դեկտեմբերի ամիսը մենք այս ամիսն է, որ Արևմտյան Հայաստանի կողմեն կպատրաստենք քալ տարվա ծրագիրները և համապատասխան բյուջեները, միջոցները, որպեսզի այդ ծրագիրները իրականացնենք, այդ իմաստով այս լրատվական ծրագիրը, որ հիմա արդեն կներկայացնեմ ձեր դիմացը, փորձ մնե և կարևոր է իմանալու համար, եթե մեր հայրենակիցները կդակրկվեն այդպես ասենք թե հարաբերությունը նախագահին հետ կամ մեր հայրենակիցները կցանկանան, որ շարունակվի այդպես հարաբերությունը։ Նախ կուզեի այսօր պետք է իմանաք, որ կարևոր է, որ ներկայացնեմ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի հռչակագիրը։ Ինչու պետք է ներկայացնեմ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի հռչակագիրը, որ 21 ամյակը ունի, որովհետև պետք է ես հասկացա, որ մեր հայրենակիցները պետք ունին ավելի մոտիկանալ, ավելի լավ հասկանալ
ինչպես ստեղծվել է Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը եւ ինչ նպատակներով ստեղծեցինք Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը։ Պետք է հասկանանք, որ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը ստեղծվել է Շուշիում, Արցախում ազատագրված Արցախի մեջ դեկտեմբերի 17-ը 2004-ին։ Այստեղ շատ կարևոր է, պետք է հասկանանք, որ որպես կամավորներ Արևմտյան Հայաստանի հայերը մասնակցեցին Արցախի ազատագրման եւ շարունակեցին աշխատանքը Արցախի մեջ մինչև 1997-98-ը, որ Շուշիից մենք ունեինք ուղղակի ցևով կպատրաստեին կարմիր բերետները, հատուկ ուժերը Շուշի գունդի, Շուշի մեջ եւ այս ծրագիրը եւ այս աշխատանքը պայմանավորված էր ուղղակի ցևով Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության հետ։ Բայց այդպես եղավ, որ նախարարությունը որոշեց 1998-ից 7-ից փակել Շուշվա գունդը եւ տեսանք, որ այդպես գործողությունը իրականացվեց, արդեն մենք որոշեցինք սփաղվել Արևմտյան Հայաստանի հայության իրավունքներով, հաշվի առնելով, որ Արցախի հայությունը անժամանակ արդեն այդքան ըզոր գզգար, որ պետք չուներ ամիջապես այդպես հատուկ ուժերը իր ներսում պատմությունը ցույց տվավ, որ սխալ որոշում եկավ մեր անտեր եւ ինչպես որ կտեսնակ վիճակը շատ դժվարացավ եւ զանաղացավ։ Ուրիշ բան մգար, որ Արցախը որ պաշտոնապես եւ Եվանական դեսանգյունին միացած էր Հայաստանի Հանրապետությունում 1988-ից ի վեր որոշել է Արցախի իշխանությունը եւ մինչեւ այսօր լավ չեմ հասկանում ինչու որոշեցին անկախանալ, ասենք թե առանձին ըլլալ Հայաստանի Հանրապետությունից այս որոշումի հետևանքները հիմա գտեսնանք, ադորամար նորեն ալ գզարմանան, որ Facebook-ներով կամ տարբեր ցանցներով կտեսնան, որ նորեն արցախցիները կդոնեն իրենց այդպես կոչված անկախությունը, բայց իրավաբանական տեսանկյունեն եւ պաշտոնապես Արցախը միացված էր Հայաստանի Հանրապետության հետ, ասենք եւ այդ ամեն ինչ հաստատված է Հայաստանի Հանրապետության հռչակագիրի մեջ։ Այդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության հռչակագիրը 1990-ից շատ կարևոր է մեր իրավաբանական փաթեթի համար։ Բայց երևա, որ մինչև այսօրս մեր հայրենակիցները արցախայության մասին է խոսքը նորեն պատրաստ են որևէ ցևով հայտարարել եւ պաշտպանել այդպես կոչված անկախությունը Հայաստանի Հանրապետությունից։ Ինչ որ կապված է Արևմտյան Հայաստանին հետ, պետք է այստեղ նշենք պատմաբանորեն մեկ խնդիրը, որ մենք խոսենք Թաշկա Հայաստանի մասին, ասենք Թուրքիա Հայաստանի մասին, ասենք թե այդ Հայաստանը, որ գտնվեր Օսմանյան կայսրության մեջ, եւ մենք խոսենք այդ Հայաստանը, որ ինքն է ամբողջ Հայաստանի, եւ սա շատ կարեւոր է։ Երբ մենք կներկայացնենք մեր հռչակագիրը, մենք կխոսենք դարակիր հայության հայտարարության մասին եւ դարակիր եւ Արևմտյան Հայաստանի ներս գտնված հայության հռչակագրի մասին,
որ դարակիր հայության մեզի համար սփյուռքը չէ։ Մենք ինչու սփյուռքի բառը մեզի համար արդեն չի համապատասխանում մեր վիճակեն, մեր գարկավիճակեն, որովհետև սփյուռքը ինչպես որ ներկայացված է հիմա քաղաքական դաշտում որպես հանհայրենիք հայության, որ պատմությունն ալ չունի, բացի որ ցեղասպանությունից փրկված հայերն են, եւ ասենք պատմություն չունին, ինքնություն չունին, եւ ըստակ չէ իրենց իրավունքները սփյուռքի հայության։ Բայց արևմտյան Հայաստանի հայության դարակիլը լան կամ ներսը լան, իրենց կարգավիճակը շատ ըստակ է։ Իրենց ծրագիրը, իրենց պատմությունը եւ իրենց ինքնությունն շատ ըստակ է։ Ստեղ պետք է գներեք, բայց պետք է դարբերենք մենք հատպես ներկայացված սփյուռքը, որ այսօր իբր թե հանհայրենիք մաս կկազմե, հանհայրենիք արմատ չունի, եւ մյուս կողմեն արևմտյան Հայաստանի հայությունը, որ ինքը արմատ ունի, ինքը պատմություն ունի, ինքը մշակույթ ունի։ Ինչպես եղավ, որ փրկված ցեղասպանությունից փրկված հայությունը արդեն հանհայրենիք հայությունը ըլլա։ Նորեն քաղաքականությունն է, նորեն սուտ գերձ քաղաքականությունն է, որբեսի օգնեն ձուրման կոզողությունը, որբեսի հայերը ավելի շուտ ձուրվեն եւ իբր թե adzulumi դիմաց հայաբախմանության ծրագիրները ներկայացնենք, բայց հանհայրենիքի հայության համար։ Նայեցեք ինչպես նուրբ են վիճակները։ Եվ չներկայացնենք հայությունը որպես բնիկ, չէ, ներկայացնենք հայությունը որպես գրոնական փոքրամասնություն, ասենք թե այսօր օրինակ իբր թե Թուրքիո մեջ գա 50 կամ 60,000 հայեր, որ գրոնական փոքրամասնություն կներկայացնեն Թուրքիո մեջ, բայց մյուս կողմեն մենք կներկայացնենք արևմտյան Հայաստանի բնիկները։ Այդ հայերը, որ արևմտյան Հայաստանից բնիկ են, անոնք գրոնական փոքրամասնություն չեն եւ այդ բնիկությունը իրենց մեջ, իրենց մարմինի մեջ կավրի եւ այդ բնիկությունը հատուկ կարգավիճակ մնե այդ հայության համար։ Հասկանաք դարբերություն, ինչպես այդ ամեն ինչը մենք ճիշտ խոսենք, Արցախի հայությունը, Արցախի հայության ինքնությունն մենք ենք մեր սարերը, շատ օգնեց մեզի այս ինքնության իմքը վերագայնելու։ Այդ իմաստով մենք բնիկ, որպես բնիկ հայ կներկայացնենք, որպես բնիկ ազգ կներկայացնենք մեզի եւ կներկայացնենք մեզի ոչ մենակ հայության մեջ, նույնիսկ օդարներու դիմաց, մագի մեջ եւ դարբեր ալդյաներուն մեջ, միջազգային ալդյաներուն մեջ, մեր իրավունքները որպես բնիկ պաշտպանելու համար։ Մենք ալ, ասենք թե մեզի համար, Արցախի հայությունը բնիկ հայություն, բնիկ ժողովուրդ մնե, ինքը ունի հատուկ կարգավիճակ, ինքը գրոնական փոքրամասնություն չէ եւ անոնք որ այսօր Հայաստանի Հանրապետության ներս կմտածեն, որ Արցախի հայությունը Ադրբեջանի գրոնական փոքրամասնություն կարող է լինի,
անոնք գներեք բացի որ սա ուղղակի անցագործություն է, այսինքն դե ցեղասպանության շարունակականությունն է, լրիվ կսխալվեն եւ մեր քաղաքականությունը պիտի պայքարի այդ տեսակ ասենք քաղաքական վիճակներու դիմաց։ Այս ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի։ Արմենիան Հայաստանի հայությունը ինքնավորոշման իրավունք ունի եւ այդ ինքնավորոշման իրավունքը ճանաչվել է տարբեր ժամանակներում 1917-ից ի վեր ռուսական դեկրետով, որ պիտի նշենք այս օրերը դարետարցը եւ ուղղակի ցեվով Ռուսաստանը ջանցավ Արմենիան Հայաստանի հայության ինքնավորոշման իրավունքները մինչև անկախություն, ինչպես որ նույն դեկրետով ճանաչվել է Ֆինլանդիայի Արմենիան Տաշկա Հայաստանի մասին է խոսքը, Արմենիան Հայաստանի մասին ինչու տարբերություն կա հիմա Թուրքա Հայաստան, Տաշկա Հայաստան եւ Արմենիան Հայաստանը մեզի համար, որովհետեւ մենք ուղղակի հայտարարեցինք, կհայտարարենք Արդարության վրա հիմնված ժողովրդավարական ընկերության աստատումը հետապնդող ազգի վերականգնման գործընթացի մերնարկը։ Օդված 1 առաջին կետը Թուրքա Հայաստան գոչված Հայաստանը վերապերվի Արմենիան Հայաստանի հայրենիքը, Արմենիան Հայաստանի հայրենիքը պիտի ունենա իր դրոշը, զինանշանը եւ ազգային օրհներգը։ Անդրադարձա անցյալ անգամ մեր ազգային օրհներգի մասին բացատրելով եւ ներկայացնելով ինչու մենք որոշեցինք զարթիլ լաուն որպես Արմենիան Հայաստանի օրհներգը նախ առաջին զարթիլ լաուն բոլորը երկեն եւ մեզի համար շատ կարեւոր է որ օրհներգը մեր ազգը երկե օրհներգը երկրորդը զարթիլ լաուն մենք փրկեցինք զարթիլ լաուն որովհետեւ փրկեցինք Ֆեներբաչեի ֆուտբոլային թիմը արդեն որոշել էր եւ արդեն մի քանի տարի էր որ իրենց օրհներգը զարթիլավորներ եւ մենք կարողացանք փոխել զարթիլավորն Ֆեներբաչեի ֆուտբոլի թիմից եւ պաշտպանենք եւ բայենք որպես Արմենիան Հայաստանի օրհներգը երկրորդը պետք է երկրորդ օդվածը պետք է նշենք այստեղ որ Արմենիան Հայաստանը ասենք հայրենիք պիտի լա ինքնավար պետություն ինքը ինչու պիտի լա ինքնավար պետություն վերականգնմանի մասին է խոսքը ասենք մենք պետություն ենք բայց ինչպես որ տեսակ մեր պետությունը չուներ ներկայացությունը մինչև 2004-ը 1923-ից ի վեր մինչև 2004-ը Արմենիան Հայաստանը չուներ պաշտոնական ներկայացությունը ադորամար մենք որոշեցինք վերականգնել այս համագարկը ազգային գերագույն իշխանություն, անկախություն, լիարժեք իշխանություն եւ իրավունքների վայրող։ Ազգային խորհուրդն ներս պիտի ճանաչվենք բացառապես Արմենիան Հայաստանի հայրենիք, սահմանադրություն ու արտարարությունը։ Սահմանադրությունը համար պետք է ճիշտ հասկանանք։ Մենք երկար աշխատեցանք մեր սահմանադրություն պատրաստելու համար մոտ 2.5 տարի այո 2.5 տարի աշխատեցանք մեր սահմանադրության պատրաստելու համար եւ ադորամար մեր սահմանադրությունը հատուկ աշխատանք մնե որ եթե համաձայն եք ուրիշ անգամ ուրիշ
ոստկաստի ժամանակ, ասենք թե ծրագրի ժամանակ մենք կներկայացնենք եւ կներկայացնենք սահմանադրության ուսումնասիրությունները, ասենք թե անոնք, որ մենք ունեցանք հատուկ խումբը, որ ուսումնասիրեց մեր սահմանության ամեն մեկ կետերը եւ ներկայացնեց ամեն մեկ կետերի դիմաց որոշումը, եթե համաձայն եք, ասենք թե մենք կխոսենք այդ մասին եւ ցեզի կներկայացնեմ մեր պաշտոնական սահմանությունը։ Արմենիան Հայաստանի հայրենիք երաշխավոր իր ժողովուրդն է, այսօր դարակիր կամ Արմենիան Հայաստանի ներս, որ իր իշխանությունը պիտի կիրառե ուղղակիորեն, ինչպես նաև իր ներկայացուցիչներուն միջոցով հիմնվելով սահմանադրության եւ օրենքներուն վրա։ Հանուն Արմենիան Հայաստանի հայրենիք հայտարարելու իրավունքը ազգային խորհրդի բացառիկ իրավունքն է։ Այստեղ ալ կուզեմ որ իմանաք, որ այս իրավունքը արդեն դեղափոխվեց նախագահական խորհրդի, ազգային խորհրդի ուղղված նախագահական խորհրդի։ Նախագահական խորհրդի անդամներն են, որ հիմա այս իրավունքը ունին, ասենք թե հայտարարելու համար Արմենիան Հայաստանի անունով։ Ես լավ գիտեմ, որ ուրիշ հասարակական կազմակերպությունները կամ ուրիշ, ասենք թե խումբեր, այնպես Արմենիան Հայաստանի անունով անտես կան։ Կամ ուղղակի կամ անուղղակի ձևով կուզեն օգտվել Արմենիան Հայաստանի հայության իրավունքները իրենց անձնական շահերի համար։ Մենք պիտի անդրադառնանք, պիտի մասնավորապես խոսենք այդ մասին, առանձին ծրագիր պիտի կազմենք, որպեսզի դուք ճիշտ պատկերացնեք, անոնք որ Արմենիան Հայաստանի անունով անտես կան հասարակության դիմաց, անոնք չեն վերցնելու իրենց վրա որևէ պատասխանատվություն կապված Արմենիան Հայաստանի խնդիրներուն հետ, կապված դատական աշխատանքներուն հետ, կապված միջազգային ալյաներու ներկայացման հետ, կամ որևէ աշխատանք ուղղակի ձևով մինակ կօգտվեն Արմենիան Հայաստանի հայության իրավունքները իրենց անձնական շահերի համար։ Եվ մենք պիտի անդրադառնանք եւ նույնիսկ եթե պետք է ներկայացնենք ովքեր են ադանձերը կներկայացնենք, որպեսզի մեր անորությունը ճիշտ հասկանա, որ այդպես բան չի լինելու։ Չեն կօգտագործելու մեր աշխվի վրա որևէ մեկը, մեր զոհերի աշխվի վրա որևէ մեկը չի պիտի շահագրգռվի շահերը ստանա։ Արդեն այդ դեսակը ասենք քաղաքականություն վերջացած է։ Ուղղակի պետք է դերյակ լակ։ Շարունակենք, Արմենիան Հայաստան հայրենիք անդամ անտեսանան բոլոր այն անդամները, ասենք թե քաղաքացիները, որոնք կրնան հիմնավորել իրենց դարակերյալ լալը եւ իրենց ընտանեկան ծագումը, ասենք թե ինչ կնշանակի։ Կնշանակի, որ մեր համագարկի համար Արմենիան Հայաստանի քաղաքացին այդ հայն է, որ ցեղասպանությունից փրկված սերունդն է, ցեղասպանությունից փրկված հայ մն է, որ ինքը արդեն գուզե վերակայնի իրեն կապերը, իրեն ինքնության, իրեն արմատները Արմենիան Հայաստանին հետ։ Եվ մենք պատրաստ ենք ադանձը անշուշտ ընդունելու որպես Արմենիան Հայաստանի քաղաքացի։ Ասենք թե գա մեծ թիվով հայություն մը, մոտավորապես կնանք ասել
մինչև ասենք 40 միլիոն հայություն կա աշխարհում, բայց 40 միլիոն հայություն չէ, որ գուզեն Արևմտյան Հայաստանի քաղաքացի լան։ Եթե գլար, մենք շատ ուրախ կլայինք։ Բայց որբեսի լիներ, պետք է սկիզբեն պաշտպանենք մեր իրավունքները, ասենք թե երբ արդեն կեմալիստական ժամանակ մեր զորքը, եթե զորք մկունենայինք այն ժամանակ, պաշտպանել մեր իրավունքները, այդպես չեղավ։ Կնշանակի է, որ ամբողջ հայությունը չի ուզում այսօր Արևմտյան Հայաստանի քաղաքացի լան։ Անոնք, որ գուզեն Արևմտյան Հայաստանի քաղաքացի լան, մեզ բադիվ է մեզի համար, որովհետև մենք հասկացանք, որ այդ անձը հասկացավ, որ իրեն ինքնությունը եւ իրեն անցյալը եւ իրեն պատմությունը շատ ավելի կարեւոր է, քան թե իրեն անձնական բերդիկ խնդիրների համար։ Մենք այստեղ կխոսենք կոլեկտիվի մասին, ազգի մասին։ Եվ հիմա այդ իմաստով մենք կտեսնանք, որ բավական մեծ արձագանքներ կան եւ բավական մեծ թիվով մեր հայրենակիցները գուզեն Արևմտյան Հայաստանի քաղաքացի լան, քրությունները կան ամենտեղ, գրնակ քրությունները կարտակ եւ կտեսնանք, որ շատ են, որ գուզեն եւ մենք բախտավոր ենք իրենց օգնելու, ինչպես օգնենք, որպեսզի քաղաքացի լան գրնան նախ առաջին օրինակ մենք մեխանիզմների մասին խոսենք հիմա, գրնան գրանցվեն մեր մոտ, կամ գրնան թիմեն իրենց հայդի քարտը, որպեսզի Արևմտյան Հայաստանի քաղաքացի լան։ Նայեցեք ինչ է պատահել, եւ արդեն դեպի ուժերու մասին է խոսքը, որ իմանալով, որ արդեն մենք ստեղծեցինք Արևմտյան Հայաստանի ID քարտը, անոնք արդեն որոշեցին ստեղծել, ասենք թե այդպես կոչված Թուրքի հայության ID քարտը։ Հասկանաք, նայեցեք ինչ տեսակ քաղաքական գործողությունները կկատարվեն, որբեսի չլինի Արևմտյան Հայաստանը եւ Արևմտյան Հայաստանի ժողովուրդը, որբեսի չլինի։ Այո, մեր մեջ կպատկերացնեք։ Այդպես է, բայց մենք կշարունակենք մեր պայքարը, անշուշտ, մարդոց եւ իրերու անվտանգություն եւ սահմաններու անձրամեղմելիությունը ապահովելու նպատակով Արևմտյան Հայաստանի հայրենիք կստեղծվեր իր որուն պաշտպանական կառույցը։ Սա այստեղ պետք է այստեղ ճիշտ հասկանանք, որ սկիզբեն Արցախյան պատերազմից ի վեր մենք ամեն ինչ ըրինք մեր անվտանգությունը ապահովելու։ Հատոր համար ինքնապաշտպանության ուժերը ստեղծեցին մինչև ազատագրական բանակը, որպեսզի ուղղակի ցևով մենք մեր հնարավորություններու չափով սփաղվենք մեր անվտանգությունով։ Եվ աչողվեցավ, որովհետև մեր ռազմավարությունը հատուկ ռազմավարություն մներ, եւ մենք այդպես վեր վայեցինք մեր ազգային բանակը։ Այստեղ պետք է հասկանանք, որ մինչև 1995-ը մեր ազգային բանակը իմքերը շատ ըզոր է, որովհետև այդ իմքերը ուղղակի գուկային մեր փորձերու, մեր գործողություններուն, մեր ասենք մեր զինվորական կյանքին, ռազմական կյանքին։ Հետո ինչ արին։ Հետո ուրիշ ասենք գեներալները բերին Արցախում եւ այս գեներալները, որ եկան Արցախը, փոխեցին ընդանուր դաստիարակության ռազմական
ռազմադաստիարակության վիճակը եւ ստեղծեցին մի տեսակ զինվորներ, որ համապատասխան չէին մեր հիմքերում, սարերի եկած, անդարներու եկած հիմքերում։ Անոնք չհասկացան, որ մենք արդեն պատրաստ հատուկ ուժ էինք։ Անոնք չհասկացան, որ եւ չուզեցան հասկանալ իրականության, որ արդեն մենք շատ խոր ինքեր ունեինք մեր ազգային բանակը ստեղծման համար։ Անոնք ուզեցան իրենց ոճով փոխել մեր ազգային բանակի ինքերը եւ հետևանքները տեսանք։ Ամեն ինչ փոխեցին։ Ուրեմն ասեմ ձեզի, որ ինչ որ կատարվեցավ Արցախում 2023-ը ուղղակի կապ ունի ինչպես փոխեցին 1995-ից ընդհանուր մեր ազգային բանակի արմատները։ Մեկը մյուսին հետ կապ կա։ Մենք բավական մեր ռազմավարությունը բավական խոր մտածված էր եւ խոր մտածված էր ըստ ինչ ինչպես պետք է պատրաստենք մեր զինվորները, ինչ ռեժիմով պետք է պատրաստենք մեր զինվորները, ինչ տեխնիկայով պետք է պատրաստենք մեր զինվորները, ինչ գործողություններուն համար պետք է պատրաստենք մեր զինվորները, ինչ նպատակով պետք է պատրաստենք մեր զինվորները եւ նույն ժամանակ ադամեն ինչի մեջ ինչ պատմությունով պետք է պատրաստենք մեր զինվորները, ինչ ռազմական իմաստասիրությունով պետք է պատրաստենք մեր զինվորները, որպեսզի ոտքի տնենք Հայաստանի ազգային բանակը։ Ամեն ինչ կար եւ գա, բայց ինչպես անկախության հարցը այս անժամանակ փոխեցին մեր ընդհանուր ռազմավարությունը եւ դարձանք չեմ գիտեր ինչ ասենք թե սարերու այդպես քիչ մկոպիտ ծավով ներկայացնեմ սարերու զինվորներ էինք դարձանք ասֆալտի զինվորներ միջազգային իրավունքի գետնի առումով Արևմտյան Հայաստանը արտաքին անկախ քաղաքականություն գվարե այստեղ շատ կարևոր է որովհետև այո մենք ինչու մենք անկախ չի պիտի վարենք մեր արտաքին քաղաքականությունը մենք ունենք խնդիրներ եւ այդ խնդիրները լուծելու համար մենք պիտի ունենանք մեր արտաքին քաղաքականությունը եւ այդ քաղաքականությունը ընդհանրապես որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության այսօրվա արտաքին քաղաքականության հետ բայց ինչ գերեվա որ թիմացի ուժերը օդարները կամ ուրիշ պետությունները երբ մենք որևէ գործողություն գնենք մեր իրավունքները պաշտպանելու անոնք անմիջապես կգապնվեն Երևանյան իշխանություններուն հետ խնդիր չէ թող այդպես անեն չի նշանակի որ մենք չենք շարունակելու մեր աշխատանքը եւ պիտի շարունակենք մենք դիվանագիտականորեն ամեն ինչ կնենք որպեսզի պետությունները վեր բայենք հարաբերությունները պետություններուն հետ եւ ուժեղ բայենք որպեսզի պետությունները անոնք ալզգան որ ինչ որ կատարվեցավ մեր անտեպ որևէ ցեվով լուծումներ կան հանցագործություններու մասին է խոսքը լուծումները կան եւ մենք պատրաստ ենք այդ լուծումները իրենց ներկայացնելու բայց շրջանցնել մեզի նորեն գսեմ անկարելի կլա
Արմենիանը Հայաստանի ազգային արթությունը իր ժողովուրդն է, հողն է, ընթերք օդային տարածքը, ջուրերը եւ այլ բնական բաշարները, տնտեսական եւ մտավոր ներժուժ ու մշակութային կարողություն ազգին կհանդիսանան։ Այստեղ ալ շատ կարևոր է, որովհետեւ պետք է հասկանանք, որ մենք ուղղակի ցևով կպաշտպանենք, որովհետեւ մենք որպես բնիկ ուղղակի ցևով մենք գապ ունենք մեր գենետիկական ռեսուրսներուն հետ։ Եվ այդ գենետիկական ռեսուրսները, որ մենք գապ ունենք, գապը սել է հարգանք ունենք, որովհետեւ անոնք են, որ կցնվեն մեզի, գուժեղացնեն մեզի համար ապրանք չէ, որ պիտի վաճառենք մեկին, մյուսին, ասենք թե մենք չենք ասել, որ այդ ցույները, որ կան մեր սարերու գագաթում, ումի պետք, մենք պետք է չունենք, մենք պետք Արմենիան Հայաստանի հայությունը այդ ձույները պետք ունի, որովհետև այդ աղբյուրի ջուրերը կխմեն։ Մեր մոդեցումը, մեր քաղաքականությունը, մեր գենետիկական ռեսուրսներուն հետ ուրիշ է։ Մենք պատրաստ չենք ամբողջ սարը ջարդելու մի կիլո ոսկին քաշելու համար։ Մենք ուրիշ մակարդակով մենք կմոտիկանանք մեր բնության, մեր բնորանի եւ մենք պատրաստ ենք հարգել այդ գենետիկական ռեսուրսները եւ եթե պետք է օգտվենք ովևէ պատճառով, մենք պատրաստ ենք օգտվելու մտածելով հետևանքներու մասին։ Այդ իմաստով մենք շատ ուշադիր ենք եւ ինչ որ հիմա կկատարվի, կտեսնաք նույնիսկ Արցախում կամ այսօրվան Արցախում կամ Արևմտյան Հայաստանում կամ Հայաստանի Հանրապետությունում ինչ որ կկատարվի անօրինական է, որովհետեւ ոչ մի հարգանք չի կա եւ բաշարները դարձան ապրանք, ծախելու ապրանք եւ ինչքան պիտի օգտվեն այդ ապրանքները, պիտի օգտվեն, բայց ոչ պետության օգնելու համար, իրենց անձնական ծրագիրները իրականացնելու համար։ Իր իսկ մեջ ազգային խորհուրդը երաշխավորե խոսքի, մամուլի եւ խղճի ազատություն։ Այստեղ ալ 9-րդ կետն ալ շատ կարևոր է, որովհետեւ իսկապես, ինչպես որ կտեսնաք, ամեն ինչ կփորձենք անել, որովհետեւ ազատ խոսքը պաշտպանված լինի։ Մենք ինչու այդպես կմտածենք, որովհետեւ ազատ խոսքը կնշանակի, որ հնարավորություններ պիտի տաք մեկը կամ մյուսին ավելի խոր բացատրելու համար եւ ավելի շնորհքով ներկայացնելու համար, ինչ որ պետք է ներկայացվի։ Այդ ազատությունը ավելի շատ մեզի համար, ինչպես ժողովրդավարականը, պետագոգիկ հիմքեր ունի։ Պետագոգիկ ասելով, ասենք թե օգնելու համար մեզի, որ մենք զարգանանք, ուժեղանանք, մեր գիտակցությունը ավելի զարգանա։ Կանդրադառնանք այդ հարցերով, որովհետև եթե մենք թույլ ենք այդ կողմեն, եթե մենք չենք կրնար բացատրելով, ներկայացնելով, պաշտպանել մեր քաղաքարը, մեր պատկերացումը, մեր հիմքերը, կնշանակի, որ մենք չենք կրնար մեր պետության, մանավանդ Արևմտյան Հայաստանի մասին է խոսքը, մեր պետության երկար կյանքը տրամադրել։ Մենք չենք կրնար։ ಅದոր համար մենք այդպես պետք է լանք եւ մեր խոսքերը, մեր բացատրությունները, մեր ռազմական միջոցները պետք է այդպես զորը լան, որովհետեւ ճիշտ ներկայացնեն Արևմտյան Հայաստանի գաղափարը։ Գիտակցությունը զորանալու համար, հայ գիտակցությունը զորանալու համար։
Ազգային խորհուրդը 1894-ին 1923 գրաման երթարկված իր տարածքին վրա Արևմտյան Հայաստան հայրենիք թուրքերուն կողմեն կատարված ցեղասպանության միջազգային ճանաչումին անելու պարտականությունները զորավիգ է։ Ինչ կնշանակե։ Կնշանակե, որ Արևմտյան Հայաստանի համար 1894-ից մինչև 1923, բայց իրականության մինչև 2023 կազմակերպված մի քանի թուրքական կառավարության կողմեն կդատապարտե հայերի ցեղասպանություն։ Մենք չենք ասել հայկական ցեղասպանություն։ Գիտեմ, որ տարբեր ուժեր կան, որ իրենց համար ցեղասպանությունը հայկական է, Արևմտյան Հայաստանի համար ցեղասպանությունը թուրքական է։ Եվ ադիմաստով է, որ մենք չենք ընդունում այդպես հայկական ցեղասպանության տերմինը, որովհետև կներեք, եւ ցեղասպանությունը ուզած չուզած շատերուն համար կներկայացնեն, որ իբր թե եղել է Օսմանյան կայսրությունում, կներեք, ցեղասպանությունը կատարվեցավ Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության կողմեն։ Օսմանյան կայսրությունը որպես պետություն ինքն է, որ որոշել է մեզի կոտորելու։ Արևմտյան Հայաստանի տարածքում, իրականության Հայաստանի տարածքում, ինչպես որ արդեն ամենտեղ ներկայացված է օտարներու կողմեն։ Բայց հայության կողմեն չեմ գիտեր ինչու, իբր թե Օսմանյան կայսրության մեջ եղել է։ Չեմ ասել, որ Օսմանյան կայսրությունը այստեղ մեղքը չունի, բայց Օսմանյան կայսրությունն է, որ կատարվեցավ ցեղասպանությունը։ Սուլտան Աբդուլհամիդ II-ը, երիտուրքերը, Մուստաֆա Քեմալը, մինչև 2023 Արցախով։ Ուրիշ բան ալ գա այստեղ, պետք է հասկանաք, որ անոնք որ գսեն, որ ցեղասպանությունը սկսել է 1915-ը, ասեն թե որ մոտավորապես 400 մտավոր հայության կոտորածներուն իման վրա, անոնք աշվի չեն առնում, չէ, որ Աբդուլհամիդի II-ի ժամանակ Աբդուլհամիդը որոշել է ամիդյան գունդեր ստեղծել, իր անունը դալ այդ գունդերուն, գոդորելու համար Արևմտյան Հայաստանի հայությունը, անոնք չեն հաշվելու։ Եվ այդ 300,000 հայության մեջ մտավորականություն չի կար, այսինքն մինակ քյուղացիներն են եւ այդ քյուղացիները, այդ հայ քյուղացիները այդքան արժեք չունին կան թե բոլիսի այդ 400 մտավորականները, որ երիտուրքերը սպանեցին։ Ինչի մասին կխոսենք մենք, կներեք, նույն ժամանակ Ադանայի 1909-ին Ադանայի եւ Կիլիգիո շրջանի ջարդերը, որ կատարվեցան երկու անգամ ապրիլի եւ մայիսի, մոտ 20,000 հայություն կոտորեցին անդեր, անոնք այդ 20,000 հայության մեջ մտավորականություն չի կար։ Քյուղացիներն են, Ադանայի Կիլիգիայի քյուղացիներն են եւ հիմա ադալ աշվի չեն կառնում, չէ։ Սենտե ով ցեզի դաստիարակեց այդպես եւ ով բացատրեց ցեզի, որ ցեղասպանությունը սկսել է 1915-ին։ Ուրիշ բան, ցեղասպանությունը նորեն գսեմ պետությունն է, որ մտածել է ոչնչացնել մեկ ազգը կամ ազգի մեկ մասը, այդ ազգի կամ այլ ժողովրդի մեկ մասը։ Ժողովրդի կողմեն մենք սովորական ջարդերու մասին չենք խոսում, ոչ ազգի կամ ժողովուրդներու ոչնչացմանի մասին կխոսենք, ինչպես որ բարոն Լեմկինը որոշել է։ Ադորամար
Եթե պետք է կանդրադառնանք այդ հարցով, որովհետև երևա, որ մեր հայրենակիցները լավ չեն հասկանում եւ ձեռագրված ոչիչացման մնե, անսակոլզություն մնե, ձեռագրված ձեռագիր մնա։ Ազգային խորհուրդը օդված 12 զորավիք է դարակրյալներու սերունդներու վերաստատունման զուգահեռ պետք է վճարվի վնասուց ադուցման ստեղծելով միջազգային հիմնադրամ մեծ ասամբ հայոց հայերու ցեղասպանության մեջ պատասխանատու ճանաչված պետություններու արձյամբ սա կնշանակի, որ մենք որպես համագարկ պատրաստ ենք թիմել այդ պետությունները, որ մասնակցեցին հայերու դեմ կատարված ցեղասպանությունը, ադուցման հարցերը կարգավորելու։ Որովհետև մինակ ամագարկը, պետական ամագարկը գրնա այդպես գործողություն կարգավորել։ Ուրիշ ցև չի կա։ Ոևէ ասարակական գազագերբությունը չրավ 100 տարվան մեջ այդպես բան, բայց ոևէ ասարակական գազագերբությունը չի գրնա այդպես խնդիրը, ասենք ցեղասպանության ատմագարտակի խնդիրը ներկայացնել ոևէ պետության։ Պետությունը, որ պետք է ինքը այդ հարցը մեջտեղ բերե մյուս պետության դիմաց, եւ ադոր համար կարևոր է, որ Արևմտյան Հայաստանի հանրապետությունը այդ հարցով զբաղվի։ Մանավանդ, որ այսօրվա դուք կտեսնաք Հայաստանի հանրապետության իշխանությունը արդեն ընդհանրապես 8 տարի իվել կամ ավելի չեն զբաղվելու այդ տեսակ հարցերով։ Ասենք թե մինակ մագի մեջ մեկ հատ հայտարարություն դարվան մեջ չի բավարարել այդ հարցը որևէ ձևով շտկելու, կարգավորելու համար։ Մանավանդ, որ այդ տեսակ հայտարարությունները ավելի շատ ընդանուր են, քան թե ուղղված հայկական հարցով։ Ադոր համար նորեն գսեմ շատ կկարևորեմ, որ մենք որպես Արևմտյան Հայաստան զբաղվենք այդ հարցերով։ Ես ալ կտեսնամ, որ տարբեր ասարակական կազմակերպություններ կան, որ հիմա սկսել են նորեն մեջտեղ բերեն այդ իրավաբանական պատետը, առանց հասկանալ ինչ կնեն իրականության, առանց հասկանալ, որ մենք արդեն մի քանի անգամ այդ պատետներու վրա աշխատել ենք եւ տարբեր գործողությունները կատարեցինք այդ իրավաբանական պատետներու իման վրա։ Եվ չեն ուզեր հասկանալ, անոնք կմտածեն, որ իրենց գործողությունը նոր գործողություն մնե, չեն ուզեր հասկանալ, որ մենք արդեն շուտվանից ենք, եւ կսեմ շուտվանից, այստեղ կխոսենք 20 տարի է, որ մենք կսպաղվենք այդ հարցերով, միջազգային հատյալներու դիմաց, տատական միջազգային դատարաններու դիմաց եւ ՄԱԳ-ի դիմաց։ Բայց կուզեն նորեն այդպես գործողությունները ներթողնեն, պրինցիպով ամեն մեկ հասարակական կազմակերպությունը ասենք թե ազատ է այդպես աշխատանք տանելու, լավ է, որ գոնե իմանանք, որովհետեւ եթե պետք է օգնենք, եթե չեն ուզեր որ օգնենք, գոնե մենք իմանանք դերյակ գալանք։ Եվ վերջանալու համար օդված 13-ը
Այս ըրճագակիրը իմ կծառայի Արմենիան Հայաստանի հայրենիք սահմանալության մշակման եւ մինչև անոր ընդունումը իմ կզարայ օրենքները ներմուծելու եւ կոզող սահմանալության ավելումները ընելու համար ազգային իշխանություններու կոզունեության համար եւ նոր օրենսդրության մշակման համար այո ադամփոշ ըրճագակիրը որ ցեզի ներկայացնեցի ինքը գանտեսանա մեր Արմենիան Հայաստանի ազգային սահմանության ստեղծման որ մենք ստեղծեցինք մայիս 9 2016-ը կպատկերացնեք ասենք թե 2004-ից մինչև 2016-ը քայլ այլ քայլ աշխատեցանք որբեսի այդպես ստեղծենք Արմենիան Հայաստանի ազգային սահմանություն ընթացքում աշխատեցանք մեր ներկայացուցիչները աշխատեցան բնիկ ժողովուրդներու իրավունքներու պատետի վրա մագին մեջ 2005-ից ի վեր որբեսի 2007 սեպտեմբերի 13-ին 144 պետությունները մագի անդամները ընդունեցին բնիկ ժողովուրդներու իրավունքների երճակակիրը շատ կարևոր քայլ մնե որովհետև վերակայնեցինք մեր կարգավիճակը եւ այդպես վերակայնեցինք մեր կարգավիճակը որ մեր կարգավիճակը ճանաչում ստանա 144 պետություններու կողմեն այստեղ շատ կարևոր հարց մնե որ պիտի անդրադառնանք ուրիշ ծրագրի ժամանակ ասենք թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը անդամակրվեցավ ՄԱԳ-ում եւ ինչպես ՄԱԳ-ը ընդունեց Հայաստանի ինչ իման վրա, ինչ իմքերու իման վրա ՄԱԳ-ը ընդունեց Հայաստանի Հանրապետության անդամակրություն ինչու կարևոր է այսօրվան հետ կապված որովհետեւ այսօրվան հետ կապված երևա որ արևան իբրտե արևան պետություններ կան որ գուզեն որ Հայաստանի Հանրապետությունը փոխե իրեն սահմանադրություն բայց իրականության սահմանությունը կապված է անկախության ըրճակագրի հետ Ադորամար եթե համաձայնեք նորեն կանդրադառնանք հատկարսով մեր հաշկով Արմենիան Հայաստանի հաշկով որովհետեւ դուք ալ ճիշտ հասկանաք ինչու այդ իրավաբանական փաթեթը եւ ինչու այդ բոլոր փաստաթղթերը որ ունենք կարևոր են մեր իրավունքները պաշտպանելու համար մենք այդպես ծրագիրը պիտի շարունակենք պիտի փորձենք անշուշտ ամեն շաբաթ ցեզի ներկայացնենք տարբեր թեմաները օրինակ շատ կարևոր կլա որ անդրադառնանք ցեղասպանության հարցով որովհետեւ դուքալ ճիշտ հասկանաք եւ գխոսենք հայերու դեմ կատարված ցեղասպանության մասին ինչի մասին գխոսենք շատ հարցեր կան այդ մասին ով քանի օքի կոտորեցին որտեղ կոտորեցին ինչպես կոտորեցին այդ հարցերը որ հիմա շրջանառության մեջ կտարածվի մենք պիտի անդրադառնանք որովհետև մենք խնդիր չունենք որովհետև մենք ունենք բոլոր փաստերը արխիվները մեր արխիվները Արմենիան Հայաստանի արխիվները այդ բոլոր պատասխանները ունեն եւ երբ մենք Ոևէ փաթեթ կներկայացնենք ոևէ պետության դիմաց պետությունը ունի այդ դեպյանները մենք կփոխանցենք այդ դեպյանները օրինակ եթե գխոսենք օկտեմբերի 20-ը օկտեմբերի 20-ը 2025-ի մասին մի քիչ անդրադառնանք այդ հարցով որովհետեւ ճիշտ պատկերացնենք
Ինչ է օկտեմբերի 20-ը։ Անկարայի պայմանագրի ստորագրությունն է Ֆրանսիայի կողմեն եւ կեմալիստական ուժերու կողմեն։ Ինչու գսեմ կեմալիստական ուժերու կողմեն, որովհետեւ այն ժամանակ 1921-ը օկտեմբերի 20-ին Թուրքիան, ասենք որպես Թուրքիա, կեմալիստական Թուրքիա չի ճանաչված պետականորեն։ Եվ այստեղ ալ պետք է մենք անդրադառնանք աթարսով ինչու Ֆրանսիա այդպես պայմանակիր օդից կախված առանձին ցևով պայմանակիր ստորագրեց կեմալիստական ուժերուն հետ։ Եվ ինչպես կպատահի, որ իբր թե այդ պայմանակիրը բան ունի, իրավանական ուժ ունի, իրավանական ուժ չունի, որովհետև կեմալիստ թուրքերը ճանաչված չէին միջազգայինորեն որպես սուբյեկտ։ Հասկացաք։ Ասենք թե ինչ որ կատարվեցավ Կիլիգիո հայության անտեր Ֆրանսիայի կողմեն լրիվ անօրինական է։ Ֆրանսիան ինքը իր վրա վերցեց մեր ազգի պաշտպանությունը գազմագերբելով մեր ազգային բանակը, մեր հայկական լեգիոնը, c'était արևելյան լեգիոնը, վերջը հայկական լեգիոնը, եւ Ֆրանսիա այդ ամեն ինչ խրգեց մեզի, իբր թե Կիլիգիոն ազատագրելու համար, չէ՞, բայց ամիջապես Ֆրանսիա չի խրգեց մեզի Կիլիգիոն ազատագրելու համար, Ֆրանսիա խրգեց մեզի Պալեստինում։ Ինչու համար Ֆրանսիա մեզի խրգեց Պալեստինը, որբեսի ինչ, որբեսի Բալֆուրի հայտարարության իման վրա օգնենք, որբեսի հրեական ազգային օջախը ստեղծվի Պալեստինում, եւ հայերն են, որ այդ գործողությունը մեր ծնողներն են, մեր զինվորներն են, որ այդ գործողությունը կատարեցին։ Վերջը մեր ծնողները, մեր զինվորները, մեր ծնողները ազատագրեցին Լիբանանը, Սուրիա, հետո Կիլիգիա։ Եվ Կիլիգիայի ժամանակ 1919 դարբեր տեղերից մեր հայրենակիցները որոշեցին վերադառնալ Կիլիգիա, որովհետև կմտածեին, որ արդեն դարածքը ապահովված էր եւ լեգիոնի կողմեն եւ ֆրանսիական բանակի կողմեն։ Եվ այդպես մեկ տարի մեր ժողովուրդը սկսել է գալ, սկսել են մշակել դարածքները, խողերը մշակել, սկսել են դուները վերականգնել, սկսել են ամեն ինչ անել, որպեսզի Կիլիգիո ցանկը վերականգնի։ Եվ ինչ պատահեցավ վերջը։ Ֆրանսիա որպես պետություն եղավ հնարավորություն չուներ մնալու, որոշեցին նստել կեմալիստ թուրքերուն հետ, ինչպես որ Թիֆլիսի ազգային խորհուրդը ինքն ալ որոշեց նստել ունիսի 4-ը 1918-ը կեմալիստ թուրքերուն հետ, որբեսի Բաթումի պայմանագիրը ստորագրեն։ Եվ ստորագրեցին Բաթումի պայմանագիրը Թիֆլիսի ազգային խորհուրդ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պատերազմը Թուրքիոդեմ վերջացած չէր։ 3 տարի առաջ, 1918 ունիսի 4-ը, Ֆրանսիա ստորագրեց Անկարայի պայմանագիրը օկտեմբերի 20 1918 21 կներեք 1921 պետք է այստեղ հասկանանք եթե մեկ կողմեն հայերը Թիֆլիսի հայերը որոշեն թուրքերուն հետ նստել եւ պայմանագիր առանձին պայմանագիր կնքել բայց ինչու Ֆրանսիա չի պիտի ունե իրեն համար մենք մտածեցինք այդ մասին նույն ժամանակ որ մեր լեգիոնը
գազադակրեր ամբողջ տարածքը մինչև Կիլիգիա։ Մենք մտածեցինք այդ մասին, բայց չի նշանակե, որ Ֆրանսիա պատասխանատվություն ունի, եւ ադոր համար մենք դիմեցինք նախագահ Մակրոնին։ Բայց մյուս խումբը, որ որոշել է Թիֆլիսից խումբը ստորագրել պայմանագիր պատումի թուրքերուն հետ, ովևէ պատասխանատվություն չունի, մեր ընդանուր խառնված վիճակի հետ կապված։ Ինքնանունի։ Ադոր համար, եթե հարցերը կան, կխնդրեմ ձեզի, որ քրեք ձեր հարցերը, ներկայացնեք ձեր հարցերը անպայման երկրորդ ծրագրի ժամանակ պատասխանեմ եւ մենք անժամանակ նոր թեման մնալ կներկայացնենք ձեզի։ Եթե համաձայն եք, մենք ամիջապես պիտի ներկայացնենք ընդանուր այսօրվան ընդանուր քաղաքական խնդիրներուն հետ կապված, խնդիրները, որ կան անշուշտ Հայաստանի Հանրապետությունում կամ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներս, ինչպես որ խնդիրները, որ կարող է լինեն եւ պատահեն Ջեզիրեի Սուրյո շրջանում, Ջեզիրեի շրջանում, որովհետեւ ինչպես որ քիչ առաջ սիցեզի մեծ թիվով թուրքական ուժերը սկսել են շարժվել դեպի Ջեզիրե։ Աժողովություն կմաղթեմ ձեզի եւ նորեն շուտով անտիբենք, եթե հավանեցիք այս ծրագիրը, աժողովություն, շնորհակալություն։